Մարդկանց որդիները ավելի իմաստուն են, քան լույսի որդիները։ Ահա, առակի բանալին։ Եվ երբ հասնում է մարդու կյանքի վերջին օրերը, Աստված հաշիվ է պահանջում իրենից, ասում է. ինչպես անցկացրեցիր քո կյանքը։ Ինչու է հրեշտակների հետ համատում մարդուն։ Ինչու։ Որտեվ հրեշտակը չդարձավ, որտեվ մարմին չուներ, ապաշխարության հնարավորություն չուներ։ Աստծուն ամբողջ զորությամբ, ամբողջ հոգով, ամբողջ սրտով պաշտելուց հետո ասում են. սիրիր պաշտիր քո ծնողներին։ Ինչու։ Այդտեղ մարդկային հարաբերություններն են սկսվում։ Տնտեսի վիճակը, որ մենք տեսնում ենք, շատ հարազատ է մեզ։ Դա նույն Պետրոս Առաքյալն է, որը ուրացավ Տիրոջը քանի անգամ, բայց վերջում ծղճաց ու արտասվեց։ Այս երկրային ժամանակահատվածը մեզ տրված է այդ քննության համար։ Օրհնեցեք Տեր Հայր։ Ողջույն, լավ Աստծո օրհնությունը։ Ինչպե՞ս եք Տեր Հայր։ Լավ, փառք Աստծո, փառք։ Տեր Հայր, այսօր խոսելու ենք անիրավ տնտեսի կամ ճարպիկ տնտեսի առակի, տնտեսի կիրակի մասին։ Որոշ առակներ աստվածաշնչյան առավել բարդ է հասկանալը եւ այս առակը դրանց ցանկին է պատկանում, քանի որ ուղերձը առաջին հայացքից հասկանալի չէ։ Թվում է թե օրինակ է բերվում անազնվության դրսևորումը։ Ուրեմն բանալին գտնում է ամնավերջում, այս առակի բանալին գտնում է ամնավերջում, որտեղ Տերը ասում է, որ մարդկանց որդիները ավելի իմաստուն են, քան լույսի որդիները։ Ահա, առակի բանալին։ Բայց այդ բանալին էլ գտնելու համար պետք է մենք գնանք դարերի խորքը։ Կա տնտես, կան հաճախորդներ, որոնց տալիս է ավելին, քան պետք է, նա վատնում է Տիրոջ ունեցվածքը եւ այլն, տնտեսի կերպարը։ Եվ Տերը այնուամենայնիվ հաշիվ է պահանջում։ Տնտես դու այդպես չես կարող վարվել, բեր հաշիվը։ Եվ նա հենց այնպես չի անում։ Ինքը այնուամենայնիվ նրանց ում որ տվել է այդ իրավունքները կամ նյութերը եւ այլն կանչում է եւ սկսում է կրճատել նրանք, այսինքն ինքը հասկանում է, որ ինքը վատ բան է արել եւ դրանից հետո Տերը նոր գովում է։ Ուրեմն վերջացնենք, անհրաժեշտություն է գործել, գովաբանություն է եղել, բայց բանալին մենք չենք կորցնում։ Մարդս նույնպես մի աշխարհ է։ Դատավորի առակում նայ այրիկին կա, չգիտեմ, ոսող, կա դատավոր, այնտեղ է նույնպես բանալին։ Մարդու ներաշխարհը ինքը, քան որ մեր գործեց դուրս մնաց դրախտից, մարմինը սկսեց թակավորել, այսինքն այդ մեղքը, սկզբնական մեղքը հետապնդեց մարդուն եւ մարդը կամա թե ակամա ինքը ենթարկվում է փորձությունների։ Աստված չմոռացավ մարդուն իհարկե, նա իր որդուն ուղարկեց, որպեսզի ճշմարտությունները տա մեզ եւ այս ճշմարտությունից մեկը հենց այս առակն է։ Այս աշխարհում, մարդու աշխարհում մարմինը սկսում է շատ ակտիվանալ։ Եվ ինքը թվում է, թե ինքը հավիտենական է, որովհետև հոգին հավիտենական է եւ մարդը մահվան գիտակցության մասին ոչինչ չունի։ Եվ երբ հասնում է մարդու կյանքի վերջին օրերը, Աստված հաշիվ է պահանջում իրենից, ասում է. ինչպես անցկացրեցիր քո կյանքը։ Եվ եթե կա զղջում, խոստովանություն, այդ ժամանակ վճարվում են 200-ի փոխարեն 100, 150-ի փոխարեն եւս 100, այսինքն կրճատվում է մեղքերի աշխարհը եւ դրա համար է Աստված գովում մարդու, այսինքն հողեղեն ստեղծված մարդը ավելի իմաստուն է, քան լույսի որդիները, որովհետեւ լույսի որդիներից մեկը իր դասով որ մեր գործեց, նա դաշ չունեցավ, նա ընկավ հավիտենապես, դա սատանայի դասն իր դիվական կարգերով։ Տեր, այս խոսքից արդյոք հետևում է, որ մենք մեր հոգևոր կյանքում էլ այնքան ճարպիկ լինենք, ինչքան մեր աշխարհիկ կյանքում։ Գիտես, մեկ շատ դաժան բան եմ մտածում, որ հոգևոր առումով ավելի լավ է շատ եսասեր լինել, հոգևոր առումով։ Ինչու։
որտեղ Աստծո պատվիրանները նրա դրած սկզբունքները, սրբությունները, եթե մենք կարողանանք իրագործել այս կյանքում, ապա դա կլինի իրապես արդեն լավ տնտես։ Եվ պետք է շարժվել ոչ թե մարմնական սկզբունքներով, այլ Աստծո սկզբունքներով, Աստծո կանոնները, Աստծո պատվիրանները, Աստծո սրբությունը անընդհատ բերել ու խառնել քոյության այդ առումով օգտվել էլ այդ եզրական հզորությունից օգտվել բերել դարձնել սեփականություն, լինել էգոիստ։ Եվ այդ էգոն, աստվածային էգոն մեզ տալիս է իմաստություն։ Իմաստություն Հոր Հիսուս, տուր ինձ իմաստություն, զբարից խորել, խոսել, գործել, չքո ամենայն ժամ, այդ բարությունն է մտնում։ Եթե թողենք մարմնի վրա, մարմինը կատարյալ, չգիտեմ, ինչ ասեմ, ցանկությունների, ցասումի, զգացմունքի գերին է, եւ նա տանում է միայն դեպի, այսպես ասենք, էլի հակահոգեկան, բայց եւ պղծության եւ այլ շարքեր։ Մենք մեր հասարակությունը, որ նայենք, այն հասարակությունը, որը Աստծո, ասենք, պաշտամունքից բազում մոտ 100-ամյակներ հեռու մնաց, հետևանքը ինչ է։ Ամբողջ աշխարհը նայր։ Պատերազմներ, պղծություններ, անընդհատ, չգիտեմ, ֆինանսը ինչպես օգտագործել միայն պղծության առումով, չգիտեմ, կամ իբրև թե մտածել, որ այս երկիրը քանի որ կործանվելու է, Մարսի վրա տներ կառուցել, բան, խելագարություն։ Եթե մենք վերադառնանք մեր Աստծուն, նման ծրագրերը կփչվեն, այսինքն կոչնչանան եւ մարդը կմնա միայն Աստծո հետ։ Թեկուզ ինքը լինի բանտում, նեղված, թեկուզ ինքը լինի հիվանդության մեջ, միևնույն է իր հոգին ազատ է եւ նա աղոթով է։ Տեր հայր, տնտեսը ճիշտ է սկզբում անազնիվ քայլ կատարեց, բայց ի վերջո իր հնարավորությունները օգտագործելով բարիք գործեց։ Արդյոք սա նաև մեզ ցույց է տալիս, որ կյանքը մեզ տված լավագույն հնարավորությունն է բարիք գործելու, հնարավորինս շատ։ Ես դարձյալ վերադառնում եմ, սա հոգու մասին է, մարմնի մասին չէ, որտեղ ես լսել եմ շատ քարոզներ մեր կրոնավորների կողմից, բայց նրանք, ովքեր չեն գնացել միջնադար եւ չեն կարողացել ըմբռնել մեր հայրերի ընկալումները, ինչպես են ընկալել առակը, իրենք ստիպված արդարացրել են չարագործությունները։ Եվ դա ուղղակի, գիտես ինչ, ոնց որ գազանին բաց թողես։ Գիտես ինչ, գնա անիրավություն արա, լավ կլինի հետո, մեկ Աստված քեզ ներելու է։ Վերջում մի կոպեկ կտա սրանները, լավ կլինի։ Այդպես չի։ Այդպես չի։ Տնտեսին հետևելու օրինակ չի սա մեզ համար այս առակը։ Ես ասում եմ, սա հոգևոր առակ է։ Բանալին էլ ասի որտեղ է։ Ինչու է հրեշտակների հետ համատում մարդուն։ Ինչու։ Որտեղ հրեշտակը չդարձավ, որտեղ մարմին չուներ, ապաշխարության հնարավորություն չուներ։ Իսկ այս մեծի պաուզ ընթացքը մեզ ապաշխարության հնարավորություն է տալիս։ Տեր, ների ինձ մեղավորիս։ Ահա ամենագլխավոր բանալիներից մեկը, որը ինքը գնաց իր տնտեսին, բանը տիրոջ մոտ ու ասաց ներիր ինձ, որովհետև ես մեղք եմ գործել եւ այն դրա համար Տերը գովեց նրան, ապրես, որ այդ սղճումը ստացար, այսինքն ավետարանական դարձյալ այն խոսքը, թե վերջին պահին ով մեղա Աստծո ասի կփրկվի, սա է լուծումը տնտեսի կիրակի։ Եվ ուզում եմ մի անդրադարձ կատարենք հաշիվ տալուն, որ ի վերջո մենք բոլորս էլ այս առակն էլ կարծես ցույց է տալիս, որ պիտի հաշիվ տանք մեր հնարավորությունները արդյոք ճիշտ ենք օգտագործում, թե մսխում ենք դրանք մեր կյանքի ընթացքում։ Որպեսզի մենք իմանանք, թե որտեղ է այդ քո հարցի բանալին, պետք է գնանք դեպի պատվիրանները։ Աստծուն ամբողջ զորությամբ, ամբողջ հոգով, ամբողջ սրտով պաշտելուց հետո ասում են՝ սիրիր պաշտիր քո ծնողներին։ Ինչու։ Այդտեղ մարդկային հարաբերություններն են սկսվում։ Ես Աստծո պատվիրանը ինչպես եմ կարծում, ծնող ասելով նաև հետո Հիսուս կասի՝ սիրի քո ընկերոջը, ինչպես քո անձը,
Եվ ասում է այդտեղ են օրենքներն ու բոլոր կանոնները եւ այլն։ Մարդմատ հարաբերությունը շատ կարեւոր է, որովհետեւ այդտեղ գործում է Աստված եւ ինքը հենց այդպես ասում ես այնտեղ երրորդն եմ կամ չորրորդը, այսինքն եւ մարդիկ հավաքվում են միասին։ Սա եկեղեցուն նաեւ առաջին նախագիծն էր հավաքել միատեղ միասիրտ աղոթք անել, որովհետեւ դա է Աստծո ներկայությունը մեր մեջ։ Տերեր, այս առակում տնտեսը մենք մարդիկ ենք, ճիշտ է, իսկ Տերը հենց Աստվածն է։ Եվ տնտեսին տրված հնարավոր գումարն էլ, իր առաքելությունն էլ մեր կյանքի հնարավորություններն են։ Դա կլինի առողջություն, դա կլինի շնորհ, որ տրված է Աստծո կողմից, դա կլինի բժշկության, չգիտեմ ինչ, եւ այլն։ Այն 7 Սուրբ Հոգու շնորհները, որ տրվում է Աստծուց եւ մենք Սուրբ Ավազանից ստանում ենք, այդ դրա մասին է խոսքը։ Մենք ինչպես օգտագործենք այդ Մերոնի Սուրբ ջրից վերստին ծնվելու շնորհները։ Ես կարողացա ծառայեցնել նպատակին, թե ոչ։ Ես հասա իմ Տիրոջ տված պատվիրանների կատարմանը, թե ոչ։ Իհարկե շատ բարդ է, մենք մարդ ենք եւ սխալներով լի ենք, բայց միտումը այն հայրերից շատեր ասում են թակեք դռները ու կբացվի եւ Քրիստոսի խոսքն է իհարկե թակեք դուռը եւ ես լսում եմ կբացեմ դուռը սա մեր ամբողջ կյանքի ընթացքն է դա սովորական ասենք դուռ չի ասենք ձեռքով թակեմ թե բռնակով թակեմ թե չգիտեմ թակեք դռները ու կբացվի ու տնտեսի վիճակը որ մենք տեսնում ենք շատ հարազատ է մեզ դա նույն Պետրոս Առաքյալն է, որը ուրացավ Տիրոջը քանի անգամ, բայց վերջում զղջաց ու արտասվեց։ Սա է բանալին, ով կգա ապաշխարության, ով կարտասվի, ով կզղջա իր արածների համար, որովհետև միևնույն է, մենք ունենում ենք մանկական շրջան, մենք ունենում ենք պատանեկական շրջան, երիտասարդական շրջան, եւ այդ երիտասարդական շրջանում բնակ ասենք մեր հայրերը շատ իմաստուն են եղել որ ասենք 17 տարեկան տղային կամ 15 տարեկան աղջկան մի անգամից պսակել են, որպեսզի հանկարծ այդ ցանկությունները չայրեն իրենց, այլապես որ այրեն իրենք արդեն խելագարի նման կլինեն, այսինքն կորոնեն անընդհատ իրենց աչքը չի լինի սուրբ, որովհետև հոգին պղտորված է եւ այլն, չի ուզում շատ մտնեմ, այնինչ մեր հասարակության մեջ շատ ենք տեսնում։ Հիմա ինչ դառնում են 40 տարեկան նոր ամուսնանում են կամ չեն ամուսնանում կամ չգիտեմ մտածում են ամուս դեգրադացված է հասարակությունն է դեգրադացված եւ դրա համար հոգեվոր դրսևորումները դառնում են երկրորդական այնինչ ընդհակառակը առաջնային պիտի լիներ։ Տերեր քիչ առաջ նշեցիք շնորհների մասին, երբ մենք չենք օգտագործում մեր շնորհները, դա նշանակում է մեղք ենք գործում։ Մենք դրա համար պիտի պատասխան տանք, որ մեր շնորհը արդեն այդ մտածումը ինքը մեղք է։ Որտեղ դա մերը չի։ Օրինակ, որ նայում ենք հնագույն բժշկապետներին, խոսում է առողջության մասին, ասում է դա Աստծո պարգև է ձեզ։ Եվ դուք պետք է պահեք այդ Աստծո պարգևը եւ հետաքրքիր է խորհուրդներ տալով այս օգտագործել, այս օգտագործել, վերջում գրում է քիչ կերեք։ Այսինքն կպնում է վուրկրամոլության մեղքին, չափավոր կերեք եւ առողջ կմնաք։ Այսինքն այն շնորհները, որոնք մենք չենք օգտագործում, մեզնից վերցվում է Տեր Հայր։ Եթե նույնիսկ չարաշահում ենք, այո, եւ վերցվում է եւ դրա համար կան պատիժներ։ Այդ պատիժները իհարկե լավ կներ, որ այս երկրային պատիժներ լիներ, մենակ ասենք այդ որովայնի ցավով անցներ ամեն ինչ կամ չգիտեմ սրտի տագնապով կամ չգիտեմ այդ նյարդային չգիտեմ ստրեսների աշխարհում դրանով վերջան չէ ավելի հեռու է պատիժը եւ այս երկրային ժամանակահատվածը մեզ տրված է այդ քննության համար ես կարողացա քննությունը բռնել թե ոչ այսինքն ես հասկացա ինչ կատարեցի ինձ հետ որ պատասխան պիտի տամ ու տնտեսի նման արդյոք կարողացա կրճատել իմ բեռները Տեր Հայր ամփոփելով այս զրույցը այս Կիրակին մեզ ինչ խորհուրդ ու պատգամ է փոխանցում իմասուն լինել
ավելի քան լուսո որդիները, այսինքն մեր գործած մեղքերի համար մենք մտածենք, ապաշխարենք, խոստովանենք, արտասվենք ներքին առումով։ Եվ դա մեզ կբացի ճանապարհը։ Դա նույն խաչելությունն է, որ Քրիստոս ավասակին ասաց, հենց հիմա ինձ հետ երկնքում կունես, այսինքն այդ խաչն է, որ բանալի է երկնքի արքայության, այդ խաչի կրողներն ենք մենք։ Շնորհակալ եմ Տեր։ Աստծո օրհնություն։